Ըստ Թոմա բոլորդ ամբողջ օրը լսում եք հիբրիդային պատերազմների մասին, բայց մեծ հաշվով այդքան էլ անհասկանալի բան չէ։ Եվ այսօր հենց ուզում եմ ընդհանրապես խոսել, թե ինչ է հիբրիդային պատերազմ, որտեղ շատ հաճախ դրա տակ հասկանում են շատ միշտ այն չէ, ինչ որ պետք է։ Նկատած կլինեք ինչ որ տարբեր քաղաքական գործիչներ, երբ որ իրենց մի քանի ֆեյքով ակը գալիս վատ բաներ են գրում, իրենք տենց հայտարարում են, որ իրանք հիբրիդային հարձակման տակ են գտնվում եւ այլն։ Ինչ որ չափով դա կարող է այդպես էլ լինել, բայց մեծ հաշվով եկեք հասկանանք ընդհանրապես ինչ է հիբրիդային պատերազմ։ Առաջինը դա նոր բան չէ, ուղղակի հիմա սա դարձել է ընդհանրապես կոնֆլիկտների կոնցեպտի մի կարևոր մաս։ Ընդհանրապես հիբրիդային կոչում են այն, ինչը տարբերվում է ստանդարտ պատերազմական գործողություններից, երբ որ կան առաջնագիծ, հստակ կողմեր, եւ երկրորդը այն է, որ այստեղ իսկապես հիբրիդայնություն կա, այսինքն տարբեր տարրեր իրար հետ աշխատացնում են։ Մեծ հաշվով, օրինակ, երկրորդ համաշխարհայինում հիբրիդային պատերազմ կար, դա օրինակ պարտիզանական կամ դիվերսիոն գործողություններն էին թիկունքում հակառակորդի եւ ժամանակ նաեւ առաջին անգամ ակտիվ սկսեց օգտագործվել տեղեկատվական գործոնը, որովհետեւ հնարավորություն կար հասնել հակառակորդի ավելի խորը թիկունք ռադիոյի միջոցով։ Դրա համար չգիտեմ գիտեք թե չէ, բայց երկրորդ համաշխարհային երբ որ հասավ սովետին, երկրորդը երրորդ օրը հիմա չեմ հիշի, բայց բոլորից ռադիոկայանները արգրավվեցին պատերազմի վերջում վերադարձնելու անով, կվիտանցաներով, բայց բոլորը վերկատուն ունենային այն պատին խփած ռադիոկայանը լարով, այսինքն մարդիկ պետք է լսեին ռադիո, բայց միայն այն ռադիոն, որը պետությունը համարում է ճիշտ, այն մնացած ոնց որ խրտ կտրել է։ Այսօր դա արդեն շատ ավելի բարդ է անել, բայց ամեն դեպքում հիբրիդայինի մեջ տեղեկատվականը դա մի փոքր հատված է։ Իրականում այսօր հակառակորդին հարվածներ հասցնելու շատ բազմաթիվ մեթոդներ կան արդեն մշակված եւ անընդհատ նորանոր մեթոդներ են մշակվում։ Առաջինը կարևոր մի մաս էստեղ հասկանանք, որ հիբրիդային գործողությունները կարող են լինել հենց բուն ակտիվ պատերազմական գործողությունների ժամանակ, բայց նաեւ կարող են լինել ուղղակի տենց իրար հետ ոչ լավ հարաբերություններ ունեցող երկրների միջև, պլյուս այստեղ նաեւ որ ասացի հստակ առաջնագիծ չկա, պարզ չի թե որտեղ է գործում ինչ եւ այլն, նաեւ այստեղ պարզ չէ թե ով է հակառակորդը։ Հիմա ձեզ կոնկրետ մի հիբրիդային գործողության օրինակ բերեմ, որը տեղեկատվական չէ բառից բուն իմաստով եւ հենց տարերը կրում է։ Անցյալ տարի մի շարք եվրոպական երկրներում սկսվեցին յուրահատուկ խնդիրներ։ Անհայտ անձիկ դրոններ էին, անտաճու սարքեր էին թռցնում օդանավակայանների մոտով։ Ինչը բերեց բավականին այսպես խոճապային իրավիճակի ու որպես հետևանք անընդհատ բազմացիվ խոշորագույն օդանավակայաններ Եվրամիությունում սկսեցին չաշխատել երկար ժամանակներով։ Ու աշխատում էին, հետո մի երկու օր հետո էլի դրոններ թռնում, էլի փակում էին ու դա առաջացրեց առաջինը լուրջ լոգիստիկ խնդիրներ, օրինակ երբ որ Բրյուսելը օդանավակայանը չի աշխատում, դուք հասկանում եք, որ դա հարվածում է ընդհանուր նաև կառավարման process-ներին, որտեղ այդտեղ գտնվում է փաստացի Եվրոպայի ղեկավարությունը, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, պլյուս առաջացնում է տագնապ մարդկանց մոտ, անվստահություն պետական կառույցների հանդեպ եւ այստեղ մենք արդեն տեսնում ենք, որ գործում է հիբրիդայնություն այն առումով, որ նաև
զուգահեռ այս թեման լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում էփվում է, որպեսզի էֆեկտը ուժեղանա։ Բայց այստեղ կա նաեւ մյուս տարը, ով է այս ամենի հեղինակը, հենց դա որ այդքան էլ པարզ չէ։ Իհարկե, բնականաբար առաջնային սկսեցին մեղադրել ռուսներին։ Ինչը մոտ է տրամաբանությանը, որովհետև Ռուսաստանը շատ է սիրում հենց հիբրիդային գործողություններ իրականացնել, շատ տարբեր տիպի, սկսած թիրախային թունավորումներ, ինչ որ մարդկանց սաբոտաժ, օրինակ post-ով այրվող բաներ էին ուղարկում առականիներ եւ այլն, այսինքն ընդհանուր խոճապ անորոշություն ստեղծելու ու այստեղ էլ։ Բայց դրոն ուղարկողները անհայտ են, այսինքն մարդ կարող է որտեղ ասես լինել կիլոմետրներ հեռու եւ օրինակ ինչ որ մարդիկ համարում էին, որ այստեղ ուրիշ մեղավոր կա, այսինքն կար կասկած, որ միգուցե սա անում է ուկրաինական կողմը, որպեսզի ուժեղացնի իր դիրքերը բանակցություններում Եվրամիության հետ, որպեսզի ցույց տա Ռուսաստանի վտանգը, որ արդեն վտանգը հասել է հենց Եվրոպայի սիրտը, որ տեսեք ինչ վատ է վիճակը։ Այս այն դեպքն է, որ իսկապես դժվար է հասկանալ ու ապացույցներ չկան ու տարօրինակ դեպքեր են առումով, որ հակամարտության երկու կողմներ կարող էին իսկապես լինել մեղավոր, ել չասեմ, որ այստեղ կարող է օրինակ երրորդ կողմը լիներ մեղավոր, ինչ որ խոխմի համար անողներ, իհարկե շատ քիչ է հավանականությունը, բայց տեսականորեն գիրեք, որ մարդիկ նաև սիրում են շատ բան կրկնել, օրինակ երիկա մեկը աներ, հետո ինչ որ մի մեկը սկսեր ուրիշ տեղ անել եւ այլն, այսինքն վարակիչ այստեղ ոնց որ 1% հավանականություն, բայց էլի կա։ Ընդհանուր հիբրիդային գործողությունները այս առումով կարող են լինել շատ բազմազան, սա որպես օրինակ է այս ցույց տվել։ Իրենք կարող են լինել տնտեսական, այսինքն սկսած մինչև բորսայում գործողություններ, օրինակ մի 10 տարի առաջ մոտավորապես Թուրքիայում անհայտ մեկը բրոկեր բորսայում այնպեսի ինտերվենցիաներ էր անում, խաղեր էր անում, որ պարզապես ինչ որ օրեր ամբողջ բորսան թուրքական ընկնում էր։ Ու տենց էլ իրանք լավ չհասկացան ով էր դա անում, ինչի համար էր անում, բայց առնվազն սա ձեզ օրինակ, որ հնարավոր են նմանատիպ գործողություններ, այսինքն պրիմիտիվ օրինակ Հայաստանի դեպքում հնարավոր է, եթե կարողանաս մեծ քանակի դոլարներ մուծել եւ նետել շուկա եւ ազդել ինչ որ չափով կուրսի վրա, հետո դա կարող է էֆեկտ տա ձնագնդի, մարդիկ արագ սկսեն փոխել, ել ավելի ընկնի կուրսը, սենց դեպք եղել է, իհարկե սա հիբրիդային բան չէր, ուղղակի բանկերից մեկը, որ արդեն այդ անունով բանկը չկա, հիմա ուրիշ անունով ուրիշ տեղերում, համար անունը չտամ, բայց բանկերից մեկը ուղղակի տենց խաղում էր։ Այնպես որ հիբրիդային կարող է ունենալ նաև տեղեկատվական ու կիբեր գործողությունների տարեր, այս երկուսը միացված, ես ձեզ օրինակ բերեմ հենց պատերազմի ժամանակ, երբ որ ադրբեջանցիք օրինակ ապրիլյանի ժամանակ փորձեցին անել Facebook-ում ինչ-որ խոճապ ստեղծել խմբերում, բայց այն ժամանակ իրենք ուղղակի հենց այդ պահին նորաստեղծ ֆեյքերով էին աշխատում եւ դա առանձնապես էֆեկտ չունեցավ, մարդիկ շուտ զգուշացվեցին, սկսեցին արագ հասկանալ։ Բայց արդեն ավելի ուշ 20 թվին այստեղ գործում էին մի հենց հիբրիդային մի քանի խումբ, այսինքն հակերային թիմը մտնում էր խաղի մեջ, կոտրում էր հայկական հաշիվներ, ընդ որում փորձում էին նաև թիրախավորել հաշիվներ, որտեղ երևում էր, որ օրինակ մայրը ում որդին բանակում է, նկարը, հա, այսինքն օրինակ գլխավոր նկարը մայրը զինվորական համազգեստով տղայի հետ կամ աղջիկա գրկած
իր ընկերոջը զինվորական եւ այլն, այդ հաշիվներն էին կոտրում, հետո այդ հաշիվները արդեն փոխանցվում են մյուս թիմին, որը զբաղվում էր հոգեբանական օպերացիաներով, եւ այս թիմերը արդեն հայերենով մտնում էին խմբեր եւ սկսում էին խոճապ տարածել, օգտվելով նրանից, որ հանդիսանում էին մայրեր, կանանց, որոնք ունեն որդի կամ ընկեր կամ փեսացու կամ ամուսին բանակում, ինչը երևում էր իրենց պրոֆիլից, ու երևում էր, որ ռեալ պրոֆիլ է, եւ ստեղծում էին խառը իրավիճակ։ Այնպես որ իրականում հիբրիդայնությունը կարող է լինել շատ տարբեր։ Այսօր Հայաստանի վրա հիմնականում տեղեկատվական տարբեր տիպի գործողություններ են աշխատում, բայց մենք պետք է հասկանանք, որ դրանք կարող են լինել ընդհանուր մինչև ռեալ կյանքում սաբոտաժ, դրան ուղղորդվող օրինակ տեղեկատվական հոսքերով եւ այլն, հենց որ իրականում հիբրիդային պատերազմը այդքան էլ մենակ տեղեկատվական չի, մենակ ինչ որ fake նորություններ չի կամ իրար հայհոյել, բայց դա կարող է ունենալ շատ ավելի ծանր ազդեցիկ հետևանքներ, հենց որ այստեղ իսկապես մենք պետք է զգոն լինենք, որովհետև մենք գտնվում ենք մի կիզակետում, երբ որ Հայաստանի դեմ աշխատում են մի շարք երկրներ, որոնք շատ վարժված են հենց հիբրիդային գործողություններ իրականացնելու։ Սուրասկանը ելի կխոսենք այս թեմայով։